Սիրելի աշակերտներ, այսօրվա մեր դասի թեման է, մեր դասի նյութն է գոյական, ածական, թվական խոսքի մասերի ամփոփումը։ Իմիջիայլոց այդ խոսքի մասերը ինչ էին կանխանում, նաև գոյական անուն, ածական անուն եւ թվական անուն։ Եվ դրամաբանորեն որ խոսքի մասը պիտի հաջորդի, իհարկե, որ խոսքի մասը դերանուն։ Դա մի քիչ ավելի խորացնենք հեռվից գանք մեր ասելիքը ձևակերպելու համար այդ խոսքի մասերը։ Հիշում եք մենք խոսքի մասերը երբ սկսեցինք, իմիջիայլոց քանիսն էին հայերենի խոսքի մասերը, Արթուր քանիսն էին հայերենի խոսքի մասերը։ 4 հայերենի խոսքի մասերը։ Ասա բանը 10, ինչու շփոթա։ Դու 4-ը թվարկեցիր առուն խոսքի մասերը, ասացա դա, դու շփոթեցիր։ Հայերենի խոսքի մասերը 10-ն են։ Եվ այդ 10 խոսքի մասերը մենք դասակարգել էինք ինչ խմբերի մեջ երեխաներ, ինչ խմբերի մեջ էինք դասակարգել։ Ով է ասում, ինչ խմբերի մեջ էին դասակարգել, ասա Վերոնիկա ջան։ Դասակարգել են 3 խմբերի մեջ, նյութական խոսքի մասեր, քիրականի մասարտահայտը խոսքի մասեր, քիրականական մասարտահայտը խոսքի մասեր եւ վերաբերմունք արտահայտը։ Վերաբերմունքային, այո, վերաբերմունքային խոսքի մասեր, վերաբերմունքային մասարտահայտը խոսքի մասեր։ Ճիշտ է։ Հիմա երեխաներ, կնշանակի այսօրվա մեր ես ուզում եմ գծել, թե մենք այսօրվա դասի վերջնարդյունք որպես ինչ պիտի դիտարկենք, ինչ պիտի ունենանք, այսօր ինչ խնդիրներ մեր առջև պիտի դնենք եւ ինչ վերջնարդյունքի հասնենք։ Այսօր մենք պիտի ձևավորենք բառերը ընդհանուր հատկանիշների դասավորելու եւ խոսք կազմելու հմտություններ պիտի զարգացնենք ավելի եւ զարգացնենք նաեւ բառերի խոսքի մասային իրականությունները ընկիրառելու հմտությունները մեր խոսքում։ Եվ իհարկե հասնենք մեր վերջնարդյունքի, որով պիտի իմանանք եւ տարբերակենք նշված խոսքի մասերը ըստ իրենց արտահայտած քերականական իմաստների, ինչի մասին նոր խոսեցինք, հա, եւ բառերը ենթարկենք ձևաբանական փոփոխությունների եւ նաեւ ճիշտ կիրառենք մեր խոսքում։ Լավ, հիմա մենք այսօր մեր դասի ընթացքում երեխաներ մեր դասը զարգացնելու համար ունենանք հետեւյալ փուլերը դասի սկզբում մենք կլրացնենք, դուք բոլորը տեսնում եք գուս աղյուսակը, հա, գուս մեթոդը, որի մեջ ինչ պիտի անենք։ Նայեցեք, առաջին սյունյակը գիտեմ, ուզում եմ սովորել եւ սովորեցի։ Այսինքն, երբ մենք անցել ենք այս խոսքի մասերը, արդեն բավականաչափ գիտելիքներ ձեռք ենք բերել, ճիշտ է։ Հիմա մենք ես կբաժանեմ ձեզ գունավոր թերթիկներ, կպչուն թերթիկներ, արդեն բաժանված ենք խմբերի, յուրաքանչյուր խումբ կաշխատի որոշակի առաջադրանքի վրա եւ մենք միասին կլրացնենք գիտեմ սյունյակը։ Այսինքն, ենթադրենք ինչ խոսքի մենք պիտի ամփոփենք այսօր գոյական, ածական եւ թվական։ Քանի որ գոյական խոսքի մասին ասելիքը ավելի շատ է երեխաներ, ես կարծում եմ այսպես ավելի ճիշտ կլինի, երկու խումբ թող աշխատի գոյական խոսքի մասի շուրջ, որովհետեւ ասելիքը գոյականի շուրջ ավելի շատ է, մյուս խումբը թող աշխատի ածականի շուրջ եւ վերջի խումբը թող աշխատի թվականի շուրջ։ Լավ, ես հիմա բաժանեմ թերթիկները եւ մենք կլրացնենք, համեցեք անդրեմ։ Ահա, գոյականները, ածականը եւ չեմ կրկնում, եւ թվականը, գույները չկրկնում։ Լավ, դե հիմա լրացնում ենք, ինչ գիտենք մենք այդ խոսքի մասերի վերաբերյալ։ Արագությամբ լրացնում ենք երեխաներ, ինչ գիտենք, յուրաքանչյուրում իր հանձնարարությունն է կատարում։ Հա, բաճեր, յուրաքանչյուրում կատարում է իր գործողությունը, լավ, ինչ գիտենք։ Հիշում եք պահանջը, ինչ պիտի անենք, հա։ Ձեր խումբը ինչ որ խոսքի մասեր։ Թվական, դե հիմա ձեր խումբը ածական։ Ամեն մեկը ձեզ համար գրանցեք, թե մեկն է գրանցում, թե խմբային աշխատանքում բոլորն իրար համար պատասխանատու են։ Խնդրում եմ, որ ով որ մի փոքր դժվարություն կունենա, թող խմբի մյուս ընկերը նրան օգնի, խմբի մյուս ընկերները օգնեն, որպեսզի մենք կարողանանք նաև իրար օգնելով մեր գործը ճիշտ կազմակերպել։ Երբ պատրաստ լինեք, խնդրում եմ ձայնանեք։ Ով է պատրաստ։ Գոյականի մասին ունենք առաջին գրանցումները, ունենք։ Ասեք, ով է ասում։ Ասա նարի, դու ես ասում։ Ասա։ Գոյական ունի 7 բոլոր։ Գիտեմ, որ գոյական ունի 7 բոլոր, բայց մտածիր, որ հետո պիտի հարցը զարգացնես եւ ասես, թե ինչ եմ ուզում սովորել, այսինքն խումբը ոչ միայն արել։ Դե վեր թաքցրու, այո, գոյականի վերաբերյալ լսում եմ։ Իմիջիայլոց երեխաներ, դուք տեսաք, որ յուրաքանչյուր խմբին ես տվել եմ մի գույնի
որոշակի իշխուն թերթիկներ, չէ, պիտի ասենք նրբացնենք, Միմակյան Լիզաջան, այդ վերջում երևա արդեն, թե որ գույնն է իշխողը, համապատասխան, այսինքն դրանով էլ դուք կանեք ձեր ինքնագնահատումը, ով է ավելի շատ մասնակցություն ունեցել դասին եւ ով ավելի շատ արդյունք է ձեռք բերել։ Ասա Լիզա, դու գալիս ես քեզ կանխեցի, ասա։ Գոյականը չէ, կոնացականը չէ, այո, ասա Միշեջան։ Գոյականը պատասխանում է հետևյալ հարցերին, ինչ է, ով ովքեր, նաև որոշյալ առումով, չէ, ինչ է, ճիշտ է։ Դա, որպեսզի դու մեկ էլ չգանես, կողքարել ես փակցնեմ։ Միլենա Պերասը։ Ահա, որոնք են։ Համարձակ, Միլենա ջան, դու կարող ես, համարձակ։ Եզակի եւ հոգնալի, արի փակցելու, այո։ Ահա, գոյականի վերաբերյալ, ասա Մանեջան։ Գոյականը լինում է անձնանիշ եւ իրավիճ։ Անձնանիշ եւ իրավիճ, այո։ Նույն կրկնել էիք, հա, դե ուրեմն նոր արդյոք գերականական կարգասեք, դրան դաժանու ինչ ես ասում։ Հենց հետևձեր պիտի սկսեիք, չէ, սկսեիք այդտեղից, այո, առարկացից ողբարել, կոչում են գոյականներ։ Կոչում է որևէ բան, հələ լսեք, քնական, ապա լսեք, Մարիային ասում է Թվականները դիլում են 4 տեսակի, քանակական, դասական, պաշտական և կոտորակային։ Ունենք ուղում այս հարցում, ապա ման է ինչ ուղ է։ Թվականը 2 տեսակի, քանակական և դասական, իսկ քանակականը լինում է Եթատեսակները, չէ, այսինքն Մարիայի թվարկածները նրա եթատեսակներն էին, չէ, նաև ներառվածներ չէ։ Այնպես որ Մանրաջանը պատասխանը չի ընդունվում, դա չի ընդունվում պատասխանը։ Դա երեխաներից։ Հիմա երեխաներ անցնում ենք մեր մյուս սյունյակին, լրացնում ենք մյուս սյունյակը, որն է, ուզում եմ սովորել։ Այսինքն մենք հիմա վերհանեցինք, թե ինչ գիտենք, հիմա ինչն է ըստ ձեզ ձեր պակասում, որ դուք ուզենայիք դեռևս խորացնել ձեր գիտելիքները, ապա ինչ եք ուզում սովորել, ինչ ակնկալիքներ ունեք այս դասից, ամփոփման դասից։ Խնդրում եմ սրա շուրջ, մտածեք արագ, լրացրեք ու բարձրաձայնեք ու փակցրեք թերթիկները, Արտուջան պատրաստ ես։ Ինչ ես։ Հայցական եւ ուղղական հոլովներ։ Հոլովները, այո, հայցական շատ լավ հարցեր, հայցական եւ ուղղական հոլովները չշփոթել գոյականի ժամանակ, գոյականի իրավության ժամանակ։ Ապա։ Իսկ այս հարցին մի անգամից կարող եք օգնել Արթուրին, ինչպես անենք, որ հայցական եւ ուղղական հոլովները չշփոթեն, կարող եք մի անգամից օգնել, ով օգնի մի անգամից։ Ասա Վերոնիկա ջան, ուղղական հոլովը միշտ լինում է եթական։ Ստորոտինը ինչ առաջ ասացին, այո, իսկ հայցականը գոյական որոշիչը եւ կոչականը։ Այսինքն, եթե այդ 4 իրավությունից որևէ մեկը չէ, գոյականը գրված է հայցական հոլովով։ Ճիշտ է, ավելացում կա այս հարցին։ Արտուր ջան, բավարարեցիք, թե չէ քո հարցով պատասխանը։ Ահա, վերջում դուք կգրես, որ սովորեցիք արդեն, տեսնեմ սովորեցիք, թե չէ։ Ահա, էլ ինչ եք ուզում սովորել վիճարակ, Ման ջան։ Սովորել արձանցավորածականները։ Այո, արձանցավորածականներ, այո։ Միլենա ջան։ Տարբեր արձանցներով, այո, շատ լավ հարց է։ Շատ լավ հարց է։ Հա, չվականների խումբը ոնց որ տերանում է, հա, մի քիչ, եթե դանդաղում են։ Ասա Լիզա ջան, ամեն դու ես ասում, ասա։ Ուզում սովորել տասնյակ արձականները մյուս ոսկի մասերից։ Շատ լավ է։ Պաշտի առնենք, թե ինչ պիտի խորացնենք։ Իհարկե դուք այս բոլոր գիտելիքները երեխեք ջան, նորություն չէ, դու գիտեք դեռևս միջին դասարներ, ճիշտ է։ Ավակ դպրոցում ենք ինչ ենք անում ձեր ունեցած խորացնում ենք, պատասխանեն ձեր հարցերին, որոնք կպատասխանեն ձեր հարցերին։ Դրա համար առաջին վարժությունն է երեխաներ գրատախտակին, տեսեք, գրվա 3 սյունյակից կազմված աղյուսակ է, որոնցից առաջինում գրված է ածանցը, եւ մենք տրված ածանցներով պիտի կազմենք ածական եւ գոյական։
Արա, մտածում ենք ու լրացնում, ով է գալիս առաջինը, ուրեմն ան վերջածանցը, որ մի դեպքում կազմի ածական, մյուս դեպքում կազմի գոյական։ Ով է ասում։ Ավա։ Ախր չեմ ուզում նոր բարձր մասնակցել։ Ակցան չի լինի։ Ինչ։ Ածական ակցան։ Ակցանը բացվար։ Կծան, շարան։ Կծանը ինչ է, ածական, շարանը գոյական, համեցիր, իշտես, դե ուրեմն ածական տապվելի կծան, գոյականի տապ, շարան։ Ասենք լրացնել հականիշ ածականներ, այսինքն հականիշի մեկը կա արկածի մեջ, մյուսը դուք պիտի ավելացնել։ Ահա, կարեն օրինակ գիտունի հետ քարքաշիր և ում հետ պլավնիկ հետ, գիտունի հականիշի ինչ կլինի։ Գետի կամ անգերի հետ ճիշտ է, կամ անգերի հետ ճիշտ է, ուրեմն ստացվեց դիտումի հետ քարքաշիր, անգերի հետ հլավ մի կեր։ Իմիջիալոց պիտի մտածեք նաև ասեք ես ասացվածքները որքանով են կարևոր մեր կյանքում, մեր ուղեկիցն են։ Ալեն, հոտի երկարն է լավ, խոսքի կարճը, խոսքի կարճը, ճիշտ է։ Միլենա գործված թանը որ մացնից լավ է։ Ամբորձ մացնից լավ է, ճիշտ է։ Ինձ առաջարկում եմ բառազույգեր, հիմա ամեն մեկը իր կպչունքի վրա գրում է իմ առաջարկած բառազույգը, որտեղ մենք պիտի այդ բառազույգերը երեխաներ հարանության դեպքեր են, այսինքն հնչում են մոտ, նման բառեր են, բայց ունեն տարբեր իմաստներ, մենք պիտի վերհանենք դրանց իմաստները և օգտագործենք խոսքի մեջ։ Ապա նշում եք դուք, ավանդություն և ավանդույթ։ Ավանդություն և ավանդույթ բացատրում ենք ու օգտագործում նախադասությունների մեջ։ Մյուս խմբը օգտագործում են երախտիկ, երախտագիտություն։ Հաջորդ խումբը օգտագործում են պատրաստականություն և պատրաստականություն։ Դա նշեցինք բառերը և մնաց ձեր խումբը բարդություն և բարդույթ։